Հայ եղջյուկ երգերը հողում թաքնված ադամանդների են նման։ Դրանք պետք է խորքերից հանել, մաքրել, հղկել, փայլեցնել։ Հենց դա էլ եղավ հայ մեծ երգահան, ազգագրագետ, բանահավաք, երաժշտագետ, խմբավար եւ մանկավար Կոմիտասի առաքելությունը։ Միջահասակ, նիհար բայց ջղուտ, զգայուն, դեմքը երկարավուն, աչքերը վառվռուն ու արտահայտիչ, գլուխը ճաղատ։ Սև սքեմի վրա առանձնանում էր ձյունի պես ճերմակ օսլայածոձիքը։ Ուտելու մեջ պարզ եւ չափավոր, չէր ծխում, չէր խմում, ամար թե ձմեռ քնում էր բաց պատուհանով։ Կոմիտաս, Սողոմոն Գևորգի Սողոմոնյան։ Կոշկակար հայրը Գևորգը եւ գորգագործուհի մայրը Թագուհին Արևմտյան Հայաստանի Կուտինա քաղաքից էին։ Բնատուր երաժշտական տաղանդը, որ տրված էր Կոմիտասին, ժառանգել էր ծնողներից, բայց իր ժողովրդի զավակն իսկական ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց։ Նա նույնիսկ չկար եւ մի տարեկան, երբ մայրը գնաց, Պարույր Սևակ։ Իր ինքնակեսագրությունում Կոմիտասը գրում է. Ծնվել եմ 1869 թվականի սեպտեմբերի 26-ին, Փոքր Ասիայի Կուտինա կամ Քյոթայիա քաղաքում։ Երրորդ օրն էլ ինձ մկրտել են եւ անունս դրել Սողոմոն։ Թե մորս եւ թե հորս ազգատողմերը իբնե ձայնեղ են եղել։ Ծնողներիս մայից հետո ինձ դաստիարակել ու հոգ է տարել հորենական տատս Մարիամը։ Թափառական փոքրիկ երգիչը, ինչպես անվանում էին Սողոմոնին, երգում էր, թափառում, երեկոյան տուն էր մտում ու դիմում տատին։ Մեծ մայր, ինձի չհարցուցին, բա չհարցուցին, պատասխանում էր կատակասեր բարի տատը։ Նա շատ լավ գիտեր թորան սիրած պատասխանը։ Փադիշահը քեզ հարցուց, մեծ սուլթանը քեզ հարցուց, Ռուսիո թագավորն ալ քեզ հարցուց։ 1881 թվականի աշնանը Կոմիտասի ծննդավայրի Կուտինայի վարդապետ Դերցակյանը հրավիրված էր Էջմիածին։ Գևորգ IV կաթողիկոսի հրամանով Էջմիածնի Գևորգյան ճեմարանում ուսանելու համար հայաբնակ տարբեր վայրերից ձայնեղ որբեր պիտի բերվեին։ Կուտինայի եկեղեցու երգչախմբում երգող 20 որբերից ընտրվում է Սողոմոնը։ Հայրական տնից նա վերցնում է իր ունեցած ողջ հարստությունը, հորաղոթագիրքը, իր աշակերտական տետրերը ու ամենաթանկագին հիշատակը հրեշտականման մոր նկարը եւ վարդապետ Դերցակյանի ուղեկցությամբ մեկնում Էջմիածին։ Սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին ձեռնադրվում է վարդապետ եւ ստանում 7-րդ դարի հայտնի կաթողիկոս Կոմիտասի անունը։ Կոմիտասը երաժշտություն գրի առնելու նկատմամբ լուրջ հետաքրքրություն ցուցաբերեց դեռ Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին եւ այդ աշխատանքը շարունակեց ամբողջ կյանքի ընթացքում։ Նա լինում էր Հայաստանի տարբեր շրջաններում, գրի առնում ժողովրդական երգերն ու մեղեդիները։ Երբ գյուղ էր գալիս աշխատանքի եռուն ժամանակ, եղջյուրները կեսկատակ կեսլուրջ ասում էին. «Սիրելի վարդապետ, դու էլ ժամանակ ես գտել երգեր գրելու։ Էլ չես հարցնում, կալի ժամանակ է, կով կթելու ժամանակ է, թե բերքահավաքի»։ Վանքի իր սենյակը դարձել էր մի առանձնատուն։ Մարդիկ իրենք էլ էին գալիս Կոմիտասի մոտ երգում նվագում։ Մեծ երաժիշտ Կոմիտասը շատ էր սիրում մանուկներին։ Կաթողիկոս Խրիմյան հայրիկը նրան անվանում էր հոգեբան մանկասեր։ Իր աշխույժ, կատակասեր եւ քաղցր բնավորությամբ գրավում էր երեխաների սրտերը։ Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր կենտրոնի Բերլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։ Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից։ Սերը դեպի խմբավարական գործունեությունը Կոմիտասի մեջ ի հայտ է եկել դեռ Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին։ 1910 թվականին Պոլսում երաժիշտ խմբավարը կազմակերպեց 300 հոգուց բաղկացած երկսեռ երգչախումբը։ Ահա թե ինչպես էր Կոմիտասը ընտրում Պոլսի վարժարաններից մեկի ուսանողներից երգիչ-երգչուհիներ իր երգչախմբի համար։ Ուսանողների ձայնն ու հնչողությունը ստուգելու համար Կոմիտասը թեթև հարվածում է կամերտոնին, ֆա հնչեցնում, մոտենում յուրաքանչյուրին եւ երգել տալիս այդ նոտան։ Առաջին ուսանողի ֆայից հետո Կոմիտասն ասում էր.
Դու տրապիզոնցու լաճ ես։ Բոլորը կարծում էին, թե Կոմիտասը ծանոթ է տղային, որովհետև տղան իսկապես տրապիզոնից էր։ Երկրորդ ուսանողին լսելուց հետո ասում է՝ դու վանեցի ես։ Երրորդին լսելուց հետո ծուրս ասունցիներից ես։ Բոլորը զարմացած էին։ Բացարձակ լսողության տեր Կոմիտասը մեկ նոտայի հնչելով կարողանում էր յուրաքանչյուրի որտեղացի լինելը կռահել եւ սկսում էր վարժ խոսել իրենց երկրի բարբառով։ Կոմիտասի բեղմնավոր գործունեությունը ընդհատեց հայոց ցեղասպանությունը։ Հայ ժողովրդի ողբերգական էջերի ականատեսը եղավ Կոմիտասը, բայց ոչ եղարնի սիմվոլը։ Երկար տարիներ փորձել են արել ուսումնասիրելու նրա հոգեբուժարանի արխիվային փաստաթղթերը։ Ֆրանսիայում մարդու մահվանից միայն 150 տարի հետո է թույլատրվում ուսումնասիրել նրա բժշկական արխիվը։ Որոշ միջոցներով հաջողվում է, որի ընթացքում էլ պարզվում է, որ Կոմիտասը չի խելագարվել եւ չի տառապել շիզոֆրենիայով։ Երբ վերադարձել է Թուրքիայի աքսորից, թեև ընկճված, բայց հոգեկան խանգարման որևէ նշույլ չի ունեցել, այլ իր հանգստությամբ եւ ուժով փրկել է շատերին։ Մինչև 1922 թվականը վարդապետի վիճակը բարվոք էր եւ նույնիսկ որոշ ստեղծագործություններ հենց այդ շրջանում է արարում, բայց նույն թվականի աշնանը վիճակը կտրուկ վատանում է եւ Կոմիտասին տեղափոխում են Ֆրանսիա հոգեբուժարան։ Նրա մահվան պատճառը եղավ ոսկրաբորբը, որն առաջացել էր ոտքերը հարելու արդյունքում հոգեբուժարանում տրամադրած կոպիտ կոշիկները հագնելիս։ Այս դանդաղ մահը միակ ելքն էր լրացնելու Կոմիտասին, 20-րդ դարի ամենահայտնի հային։ Մի օր գիշերվա ուշ ժամի Հայաստանի Կոմկուսի կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանը բանաստեղծ հասարակական գործիչ Վահրամ Ալազանին իր մոտ կանչեց։ Վերջինս տուն վերադարձավ եւ պատմեց, որ Փարիզում վախճանվել է մեր պայծառ Կոմիտասը։ Մահացել էր 1935 թվականին եւ մարմինը զմրսված պահվում էր Հայաստանում հուղարկավորելու համար։ Նրան խնամող հանձնաժողովը դիմում է ընկեր Խանջյանին, որ նա ընդունի Կոմիտասի դին եւ կազմակերպի Երևանում թաղման արարողությունը։ Իհարկե Աղասին տալիս է իր համաձայնությունը, բայց Բերիայի երևանյան գործակալները այդ մասին հայտնում են Բերիային։ Բերիան հեռախոսով կապվում է Աղասու հետ եւ ասում. «Հեռագիր թող չուղարկեն, մենք մի տերտեր թաղելու համար գումար չունենք»։ Բայց նավը 3 օր է դուրս է եկել Մարսելից եւ գտնվում է միջերկրական ծովում։ Ետ դարձնել չենք կարող, Կոմիտասին խնամող հանձնաժողով։ Վերջապես Կոմիտասի դին հասավ Երևան։ Բոլորն ուղևորվեցին դեպի կուլտուրայի տուն։ Աբովյան փողոցում միացավ նաև Չարենցը։ Այս երկու մեծերը հանդիպեցին միայն մեկ անգամ, սակայն ցավալիորեն այդ ժամանակ Չարենցը տնային կալանքի տակ էր, իսկ Կոմիտասը մահացած։ Այս ողբերգական հանդիպման մասին կա բացառիկ հուշ Ռուբեն Զարյանի մոտ։ Կոմիտասի թաղումն էր։ Դագաղը դրված էր կուլտուրայի տան դահլիճում։ Ահագին բազմություն էր հավաքվել, հրաժեշտ տալու նրան։ Ներս եկողը չէր հեռանում։ Հանկարծ դրան մոտ եղած հասարակությունը ճեղքվեց, մեկին ճանապարհ տալու համար։ Չարենցն էր։ Տխուր էր, մորուսած, դեմքը գունատ։ Բարձրացավ պատվանդանին, գլուխը կաղ գցեց։ Տրտում հայացքը դագաղի ապակյա դիմաշրջանակին, որի տակից երևում էր Կոմիտասը։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին եւ լուր քայլեց դեպի դուրս։ Անմիջապես ճանապարհ տվին։ Գնում էր գլուխը կաղ, ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը։ Չարենցը Կոմիտասի աճյունի վրայից վերցնում է մոմե երկնագույն մի ծաղիկ եւ պահում իբրև մասունք։ Սա երկու մեծերի հանդիպումից մնացած միակ հուշն էր։ Հիշենք մեր մեծերին։